գիտենք, որ բոլորս ականատեսնենք այն հանգամանքներին, թե ինչպիսի իրավիճակում է այժմ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը եւ բոլորս տեղյակ ենք Հայաստանի Հանրապետության շուրջ ընթացող խառը իրավիճակին։ Օրերս Հայաստան այցելել է նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը եւ հանդիպումներ է ունեցել հայաստանյան իշխանությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Գիտենք նաև դրան զուգահեռ, որ Թուրքիայում մեկնարկել է վերադարձը Արևմտյան Ադրբեջան որպես մարդու իրավունքների գերակայության հիմնական պայման թեմայով, այսպիսի համաժողով, որին հենց Բուդապեշտից, որտեղ մեկնարկել էր ոչ պաշտոնական թուրքական կազմակերպությունների համաժողով, այստեղից Ալիևը հղել է իր ուղերձը եւ որ դա կարևորագույն պայման է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու համար։ Այսինքն, եթե իրենք մի կողմից խնդիր են դնում, որ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան տարածքային պահանջ իր մեջ չի պարունակում, դրան զուգահեռ փորձում են պարտադրել Հայաստանի Հանրապետությանը իբրև թե ստորագրի խաղաղության համաձայնագիր, որի ենթատեքստում ներառվում է սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, ապա եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գիտենք, որ դեռևս մարտ ամսին հայտարարել է, որ սա իր մեջ նաեւ տարածքային պահանջ է պարունակում, թեպետև Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանը հայտարարություն արել, որ մենք պետք է հրաժարվենք Ղարաբաղյան հարցից, որտեղ մենք չենք երաշխավորի, որ Ադրբեջանն էլ մի նոր շարժում չի սկսի Արևմտյան Ադրբեջան անվանմամբ։ Այսինքն հիմա Հայաստանը գտնվում է բավականին շիկացած հարևան պետությունների հետ փոխհարաբերությունների մեջ եւ մենք չգիտենք ինչ է սպասվում այսօր Հայաստանին, արդյոք անվտանգ է Հայաստանի Հանրապետությունում ապրելը, անվտանգային են Հայաստանի Հանրապետության խնդիրները, թե ոչ։